Տարբեր խնդիրների ականատես եղանք եւ սկզբում մի թեթև անվստահություն ունենալով մարդիկ հետո նաեւ փորձում էին հավատալ եւ փորձում էին իրենց ծրագրերը ներկայացնել։ Պիտի ասեմ, որ ցավով նկատեցի, որ մոլորյալներ, հիպնոսացածներ կային եւ գյուղական համայնքներում, ինչպես եւ ամեն օր նրանց թվում էր, թե իրենք ապահով վիճակում են, թե խաղաղության կեղծ օրակարգը գործելու է։ Ես երեխաների անվտանգության խնդիրները տեսա եւ ինքս կանգնելով հասկացա, որ մի մայթից մյուսը անցնելու համար տասնյակ րոպեներ են հարկավոր, այսինքն մի վերանցում կառուցելը չեմ կարծում, թե շատ բարդ բան է, պիտի ամեն ինչ անեմ, որպեսզի պիտանի լինեմ, ամեն կերպ ես պիտի կանգնեմ բնակչի կողքին։ Տեսնելով իմ թիմակիցների աշխատանքը, ես հասկացա, որ մենք մեծ ծավալի աշխատանքներ կարող ենք կատարել, ըստ որում ոչ միայն տքնաջան աշխատանքի արդյունքով նկատի, այլև գումարային ներդրումներով, որովհետև հիմնադրամ ստեղծելու պարագային մենք հնարավորություն ենք ունենալու այդ հիմնադրամի միջոցները ուղղորդել առաջնային խնդիրները լուծելու համար ամենալքված անկյունում մեր համայնքի ապրող բնակիչը պիտի զգա այն բարեփոխումը, որը տեսնելու է մեր իշխանության գալուց հետո։